Դարձյալ բարի լույս ձեր բոլորին, բարի եկած եք բոլորդ, շնորհավոր նոր տարի, թող Աստված այս տարի մեզի բոլորիս դա օրհնաբեր տարիմը, մեր օրերը բայձարը լան, մեր օրերը լուսավորը լան, թող Աստուծո Սուրբ Հոգին մեզի առաջնորդե մեր բոլոր քայլերուն մեջ եւ իմաստություն դա մեզի մեր բոլոր որոշումներուն մեջ, որբեսի ինչ որ իր գամքն է, ադիգա որոշենք եւ ադիգա գադարենք։ Ամեն։ Վերջապես այսօր կհասնենք մեր երրորդ նյութին։ Գիտեք խոստացած էինք, որ այս երեք իրագիները շարունակական նյութեր պիտի ելան եւ ադիգա ասկսանք ասկե երկու իրագիներ առաջ եւ նյութներ այն ժամանակ Աստված հավատարիմ է իր խոստումներուն մեջ եւ Աստծո խոստումները միշտ հավատարիմ են, միշտ կգադարվին։ Անցյալ գիրագի խոսեցանք, որ ինչպես Աստված թարերու ընթացքին պատրաստեց իր աշխարհը, բարականեր եւ վիճակներ պատրաստվեցան հարյուրավոր տարիներու ընթացքին, որբեսի ճիշտ ժամանակին Քրիստոս ծնի։ Այսօր մեր վերջին նյութն է այս շարքին, որ պիտի խոսենք, եւ նյութը հետեւյալն է. Աստված հայտնության ժամանումը։ Հասավ ժամանակը, որ Աստված մարմինով հայտնվեցավ։ Ուրեմն բոլոր խոստումները եւ բոլոր պատրաստությունները յետք գուքանք ամենակարևոր ժամանակին, աշխարհի պատմության ամենակարևոր թեփքն է։ Մենք որ ծնունդ կտոնենք եւ շատ անգամներ մեր ուշադրությունը ծնունդի հետ ասենք կապված բարականերու գլա։ Ինչպես մեզ շատեր ժամանակ պիտի առնեն հանգստության, մեզ շատեր պիտի պատրաստվին, մեզ շատեր հյուրեր պիտի ընդունենք, հյուրության պիտի երթանք, նվերներ պիտի առնենք, այս բոլորը լավ է որ գնենք։ Բայց էական պատճառը այն է, որ մոտավորապես ասկե 2000 տարիներ առաջ աշխարհի ամենակարևոր թեփքը պատահեցավ։ Աստված երկինքը ցկելով աշխարհ եկավ եւ մեզի պես մարդ եղավ։ Ասի աշխարհի պատմության ամենակարևոր թեփքն է։ Եվ այնպես անոր համար էական է եւ կարևոր է, որ այս դոնախմբությունը, որ գնենք, չգործընծնենք իր պատճառը, որ ինչու գնենք այս բոլորը։ Գնենք մեկ պատճառով։ Աստված երկնքի մեջ իր փառքը ցկեց եւ եկավ աշխարհ մեզի հետ փնագեցավ մեզի պես մարդը լալով։ Այսօրվա նյութը գլմանի գարձեք ինչպես լեր գմակլցինք եւ գմակլցինք եւ գմակլցինք եւ դեր մգահասնինք լերան փլուրին վրա եւ հիմա ժամանակն է ամենակեղեցիկ դեսարանը դիտելու։ Հավանաբար եղած ենք այդ բարականերու մեջ, որ ինքնաշարժով կամ մակլցելով լեր մի ելած ենք եւ փլուրը հասած ենք եւ հանգարց տեսած ենք, որ քաղաքը մեր ոտքին դա գնե կամ քեղեցիկ, ասենք վիումը, դեսարանը մեր արջևն է եւ գսենք, որ արժեց լեր մակլցիլը։ Ասկայն հոգնությունից արժեց, որովհետև այս քեղեցիկ տեսարանը մեր արջևն է։ Այսօրվա նյութը ճիշտ անոր կնմանի, որ մենք պիտի տեսնենք Աստուծո
աշխարհ քալու կարևորությունը եւ իմաստը, որովհետեւ Աստված երբ որ երկինքը ցկեց իր փառքը, այնպես չէ որ այդ վիճակով աշխարհ եկավ, այլ եկավ մանուկ դարձավ մեզի պես, ինչպես որ մենք ծնանք։ Մեր կյանքը սկսավ մեր մորը որովայնին մեջ, ժամանակը հասավ ծնանք, եւ մեր ծնողքը մեզի հոգացին, գաթ տվին, հաց տվին, մեզի հոգացին, ինչ որ պետք ունեինք, մեծանք, բադանի եղանք, երդասարդ եղանք, շատերս ընտանիք կազմեցինք, շատերս զավակներ ունեցանք, ուրիշները թորնիկներ ունեցանք, կյանքը շարունակվեցավ, Աստված ճիշտ այսպես եկավ աշխարհ, մանուկ դառնալով, դեպետ իր կյանքի երկար չդեվեց, գիտենք պատմությունը, 33 տարիներ ետք զինք խաչ հանեցին, երկինքի մեջ իր փառքը ցկելով չեկավ փառավոր դեղմը, եկավ դեղմը, որ մսուրի մեջ ծնավ, աշխարհը զինք չընդունեց, որովհետև լեցուն էր բանտոկները, դեղ չի գար, չեկավ ընտանիքի մեջ թագավորական, փառավոր, հարուստ, եկավ քյուրացի զույգիմը դանը մեջ, որոնք աղքատ էին, որոնք իրենց օրաբահիկով գաբրեին, ծնավ ոչ տեխնոլոգիական, ասենք, բարձր վիճակներու մեջ 2000 տարիներ առաջ, որ մարդիկ ամենաբնական կյանքը գաբրեին, անհայտ քյուրիմը մեջ իր խոնարհությամբ եկավ, բայց եկավ մեկ անունով եւ այդ անունը Էմանուել էր, եկավ մեկ բան ասելու, Էմանուել, Աստված մեզի հետ, Աստված մեր մեջ, ծնավ Բեթլեհեմի մեջ եւ ասիկա զուգատիվություն մչեր, որ Բեթլեհեմի մեջ ծներ, որովհետեւ ինչպես ասինք անցյալ անգամ, ադիգա մարգարեություն էր, վերջին մարգարեն Մաղաքիա մարգարեն մարգարեություն ըրած էր, որ Մեսիան պիտի ծնի Բեթլեհեմի մեջ, եւ այսպես աստվածային տասավորումով Օգոստոս գայսը, որ հռոմեացի էր, նույնիսկ հրեայալ չէր, ճիշտ այդ ժամանակին հրովարդակ հանեց, հրաման հանեց, որ ամեն մարդ երթա իր ծննդյան քյուղը եւ հոն արցանակրվի, որովհետեւ պիտի նային թե քանի հոգիներ կան իրենց թագավորության եւ իրենց կայսրության մեջ։ Եվ ճիշտ այդ ժամանակին էր, որ այս զույգը եկավ Բեթլեհեմ, ինչու համար, որովհետև Հովսեփ Դավիթի սերունդն էր, երկուքն ալ Մարիամն ալ Դավիթի սերունդն էր, եւ Դավիթ Բեթլեհեմացի էր, ուրեմն պետք էր, որ Հովսեփ եւ Մարիամ ճիշտ այդ ժամանակին Բեթլեհեմ երթային, որպես իրենց անունները արձանագրվեին։ Գիտեք, մեջերից սուրիացիներ կան, սուրիացիները գսեն, հալեբահայերը գսեն, քյություգը պիտի երթան, չէ՞, հոն երբ որ թուղթը պիտի հանեն, փամը պիտի հանեն, գարավարական իրենց քյություգը պետք է երթան, Ղամշտի պետք է երթան, հասակե պետք է երթան, դերզոր պետք է երթան, չգիտեմ, ամեն մեկը իր ուր որ իրենց անունը, իրենց հայրերը արձանագրած են, իրենց հոն պետք է երթան։ Ճիշտ նույն դեպքն է ասիգա։ Հովսեփ եւ Մարիամ իրենց նախնիկներուն քյուղը պիտի երթան եւ ուր է ադի Բեթլեհեմ։ Եվ ճիշտ այդ օրերուն, այդ ժամուն Մարիամի օրերը լեցվեցան եւ Հիսուս ծնավ։ Կտեսնեք որ հիմա մենք կսենք ինձ զուգատիվություն, արդյոք զուգատիվություն երբեք աստվածային տասավորում,
Աստվածային գարկաթրություն։ Միտք է չանցնիր, բայց Աստված գտասավոր է։ Շատ անգամներ մեր կյանքի մեջ կլա զուգատիվություններ, օ ինչ զուգատիվություն։ Մեկ ատոն քեզի հարցուր, արդյոք զուգատիվություն։ Եթե խորունգը պիտի երտաս, գտեսնես, որ ժամանակ անցնելեն վերջ կհասկնաս, որ ադիկա զուգատիվություն չէր, այլ աստվածային դասավորում էր։ Աստված մարմին արավ Բեթլեհեմի մեջ, ինչպես խոստացված էր, խոստումն էր։ Եվ այդ տաշտի մեջ հովիվներ կային։ Հրեշտակները իրենց կդան, հովիվներուն կդան։ Հովիվները որոնք էին։ Մարդիկ էին, որ ընդունված չէին իրենց շրջանագին մեջ, որովհետև միշտ աղդոտ էին։ Եվ հրեության մեջ շատ կարևոր էր մաքուրը լալը։ Եվ որ գենթանիի հետ գշպվեին, ամեն օր աղդոտ կսեպվեին։ Ուրեմն քաղաքեն դուրս պետք է ապրին, մարդոց մեջ դուրս պետք է ապրին։ Ճիշտ այդ հովիվներուն հրեշտակները երևցան եւ ավիդիսը դվին, բարի լուրը դվին։ Եվ անոնք հավատացին, չի մերժեցին, չսին, որ ասիգա երազմն է, ասիգա սխալ բան է, որ մեզի պատահեցավ, ով ենք մենք, հովիվ ենք, ընդունեցին եւ քացին կդան մանուկը եւ երկրբակեցին այդ մանուկին։ Այս ցույց կտա, որ Աստված գնդրե խոնարհները։ Աստված գնդրե յետևին մնացածները։ Աստված սրտի խոնարհության գնայի, որովհետև Աստված ինքը խոնարհեցավ, երկիքի փառքը ցկեց, խոնարհությունը ընտրեց եւ մարդ դարձավ։ Ճիշտ այս խոսքերով Հովհաննես ավետարարիչ, Հովհաննես Արաքյալ իր ավետարանը կսկսի հետևյալ ձևով. Սկիզբն էր խոսքը գսե։ Մեր հայերեն թարգմանության մեջ փան կթարգմանվի, բայց փան կնշանակե խոսք։ Սկիզբն էր խոսքը, եւ խոսքը Աստուծո քով էր, եւ խոսքը Աստված էր։ Աստված սկիզբն խոսեցավ։ Գիշեք, երբ որ երտանք Ձնընթոց առաջին գլուխ առաջին համարը, Աստված ըսավ, խոսեցավ, լույսը լա եւ լույս եղավ։ Ճիշտ այդ խոսքը գսե սկիզբն էր, Աստծո քովն էր։ Եվ 14-րդ համարի մեջ գսե խոսքը մարմին եղավ եւ մեր մեջ բնակեցավ։ Ով էր այդ խոսքը։ Քրիստոս ինքը, որ մարմինը ստացավ, մեր մեջ բնակեցավ, մեզի հետ եղավ, խոսքը մարմին եղավ, Քրիստոս մարմինը ստացավ, մեզի պես։ Սուրբ Աթանասիոս, երրորդ դարու սուրբերեն մեկը, եկեղեցու հայրերը մեկը գսե, որդին մարմին դարձավ, մարդ եղավ, որպեսզի մենք մարդկությունս վերագանքնվինք Աստուծոքով։ Մարդկությունը ինգած էր, հերացած էր Աստուծմե։ Որդի Աստվածը մարդ դառնալով մեզի արիթը տվավ, որպեսզի վերագանքնենք եւ մեր հարաբերությունը դարձյալ հաստատվի Աստուծո հետ։ Ինչ է Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը այն է, որ Աստված մեր աշխարհ եկավ, մեզի պես եղավ, մեր մեջ բնակեցավ, որպեսզի մեզ իրեն առաջնորդե։ Մեզի պես եղավ, որպեսզի մեզ Աստուծո առաջնորդե։ Անոր համար անոր անունը ինչ պիտի գոչվի։ Էմանուել, Աստված մեզի հետ։ Այսպես հրեշտակը ըսավ Հովսեփին։ Անոր անունը Էմանուել պիտի գոչեն, որովհետև Աստված մեզի հետ։ Սա էլ մարգարեություն էր։ Գրված էր մոտավորապես Քրիստոսի ծնունդի 600 տարիներ առաջ Եսայի մարգարեի միջոցով։ Այս ալ խոստում էր եւ այդ խոստումը կատարվեցավ։ Աստված հերու չեղավ մեզ մե։ Աստված մեր քովը չեղավ, Աստված ծրացի ինդունը չեղավ, Աստված ուրիշ երկրի մեջ չեղավ, այլ Աստված մեզի հետ եղավ։ Էմանուել եղավ,
մեզի հետ, յուրաքանչյուրիս հետ, յուրաքանչյուրիս կյանքին մեջ։ Ասիալ իր խոստումն է։ Քրիստոսի ծնունդը, որ գտոնենք, այդ չէ միան որ բզդիկ մանուկիմը ծնունդը գտոնենք, Հիսուս մանուկի ծնունդը գտոնենք, բայց այն է, որ Աստված մարմնի մեջ այս աշխարհի եկավ եւ ասիկա մեծակույն թեփքն է։ Սիրելիներ, Սուրբ ծնունդը Հիսուս Քրիստոսի ծնունդը էական վիճակն է Աստծո խոսքին։ Աստվածաշունչին մեջ փուն հիմքն է Քրիստոսի ծնունդը։ Ամբողջ 5 դագարանը կպատրաստե Քրիստոսի ծնունդը։ Իսկ Քրիստոսի ծնունդեն ետք ամբողջ նոր դագարանը Քրիստոս գխոսի այդ ծնունդին արդյունքներուն մասին։ Ուրեմն ծնունդը հիմքն է, Աստուծո գործին հիմքն է։ Ծնունդը կպաշտե օրենքը եւ շնորհքը, Աստծո շնորհքը իրար մե։ Աստվածահայտնությունը անգյունաթարցմն է։ Ամբողջ աշխարհի պատմության անգյունաթարցն է։ Ծննդոցեն մինչև մարգարեները, մինչև Մաղաքիա մարգարեն, վերջին մարգարեն, անիգա խոստացված էր եւ այդ խոստումը կատարվեցավ։ Նույնիսկ այդ 400 տարիներուն մասին, որ բան չենք գիտեր, Մաղաքիա մարգարեն մինչև Քրիստոսի ծնունդը, բայց Աստված այդ լրության մեջ պատրաստեց, որովհետեւ Քրիստոս ծնի։ Եվ երբ որ ժամանակը հասավ, ճիշտ ժամանակը հասավ, Աստված մարմինը ստացավ։ Պողոս առաքյալ այսպես կսե Գաղատացիներուն 4-րդ գլուխին մեջ, բայց երբ ժամանակը լեցվեցավ, Աստված իր որդին ղրգեց։ Գաղատացիս 4-րդ գլուխ 4-րդ համար։ Երբ ժամանակը լեցվեցավ, Աստված ինքը որոշեց։ Բարակաները չորոշեցին, հռոմեացիները չորոշեցին, Օգոստոս կայսրին հրամանը որոշումը իր անձնական որոշումը չէր, այս բոլորը Աստուծո գարկացություններն էին, Աստուծո դասավորումներն էին։ Ուրեմն մեկ հատ մենք մեզի հարցնենք։ Այս ժամանակը, որ մենք անցուցինք եւ շատերս տոնեցինք, շատերս երկրորդ անգամ նորեն պիտի տոնենք հայկական ծնունդը, պիտի տոնենք, այսօր կհիշատակենք արդեն, մենք մեզի հարցնենք։ Ոչ մեկ բան զուգադիպությունով գլա։ Ամեն բան Աստծո դասավորումով գլա։ Մեր յանքը Աստծո ցերկերուն մեջն է։ Անոր անունը Էմանուել է, անիգա մեզի հետ է։ Ուրեմն այնպես ապրենք մեր յանքերը, որ Աստված մեզի հետ է։ Աստված մեր մեջն է, անոր անունը Էմանուել է։ Աստված մեզ մե հերու չէ, ուրեմն մենք ալ հերու չլանք Աստծուց մե։ Քանի որ Աստված մոտ է մեզի, քանի որ Աստված մեզի մեր մեջն է, մենք հերու չգելանք Աստծուց մե։ Մեր յանքերը Աստուծո հաջերի յանքեր թողլան, Աստուծո անունը փառավորող յանքեր թողլան։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ցեզի մեզի մեզավետիս։ Անգամ ևս ասենք, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ցեզի մեզի մեզավետիս։ Աստված օրհնե ձեր բոլորը եւ ձեր բոլորի նուները։ Ամեն։